Նոր վարչական շրջանը նոր ղեկավար ունի, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանն է ներկայացնում։ Այսօր ունենք նոր նշանակում, նոր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել, պարոն Մարատ Սևոյանը, շնորհավորում եմ, պարոն Սևոյան։ Ավան վարչական շրջանում ավտոբուսների պարբերականության հետ կապված խնդիրները քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են։ Գծայնասկիչներին բան կանենք, որ ուշադրություն դարձնեն խնդիրը վերացնեն պարբերականության հետ կապված։ Աչափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում կազմակերպված ապօրինի առևտրի ուղղությամբ քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկել։ Կազմվել են թվով 20 արձանագրություններ եւ ձեր հանձնարարականից անմիջապես հետո ծառայության եւ աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության աշխատակիցների հետ համատեղ կազմակերպվել են լսումներ, հրավիրվելով նշված հատվածում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, որի ժամանակ վերջիններից հորդորվել է հեղացնելու ոչ սահմանված տեղում վաճառքի նպատակով տեղադրված իրերը, գերեզմանակարերը, շինանյութը եւ ծաղիկները։ Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ ապրանքատեսականները համայնքապատկան տարածքից տեղափոխվել են թույլատրելի հատված։ Կամո Արեյանն անկեղծ զեկույցով է ներկայացել նիստին, շաբաթվա ընթացքում արձանագրված բողոքների հետևից որոշել են հատ առ հատ գնալ, մեծամասամբ դրանք չափազանցված են եւ ոչ արժանահավատ։ Արձանագրվել էր գոյողու վթար, ներկայացրվել էր, որ 3 օր շարունակ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Վթարը տեղի էր ունեցել 11:45, ժամը 14:00-ի դրությամբ վթարը վերացրել էր Վիոլաջուր ընկերության կողմից։ Հաղթանակ թաղամասում ներկայացվում էր, որ 15 օր 1 ամիս շարունակ գոյղաջրերը հոսում են, ոչ Վիոլան է տիրություն անում, ոչ քաղաքապետարանը։ Պարզվեց, պարոն Ռոմիկ Մխիթարյանը կվկայի, քաղաքացիներ ինքնակամ շինություններով ծածկել են գոյողու 3 դիտահոր, դիտահորերը հայտնվել էր նրանց խոհանոցում, բալկոնում, եւ ամբողջը մեղադրանքը վերագրվում էր Երևանի քաղաքապետարանին, Վիոլաջրին։ Մենք ստիպված հանուն քաղաքացիների եւ մեր քաղաքի ստիպված եղանք Ստիպված նրանց բալկոնները քանդեցինք, ոչ, դիտահորերը տեղափոխեցինք։ Այսուհանդերձ ասել, որ խնդիրներ չկան, հնարավոր չէ, ասում է Արեյանը։ Քաղաքապետարանը 6 կետանոց նամակ է ուղարկել կառավարությանը, ջրային կոմիտե, առաջարկելով Վիոլաջուր ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների կարգավորում։ 6-րդ կետը հենց այդպես էլ կոչվում էր ծառայությունների մատուցման գույքային տիրույթի հստակեցում։ Բան քաղաքապետ 16 թվականին գույքի ցանկը, որը ներկայացվել է վարձակալությամբ տարելու Վիոլային, այդ ցանկը ներկայացվել է թերություններով, բազմաթիվ են դեպքերը մայրաքաղաքում, երբ Վիոլաջրի սպասարկման տիրույթում չէ, որովհետև գույքը չկա իր ցանկում։ Դա վերաբերում է նաև նորակառույց շենքերին, դա վերաբերում է նորակառույց շենքերում տեղադրված պոմպակայաններին։ Կառուցապատողի մեղքով գույքը չի հանձնվել պոմպը Վիոլաջրին, պետությանը եւ դարձել է գլխացավանքի առարկա բնակիչների վեճի առարկա Վիոլաջրի հետ։ 560 վթար 1 շաբաթում Վիոլան սպասարկել է, այսպիսի ցուցանիշ ոչ մի մատակարար չունի, ասում է Արեյանը։ Սա վկայում է կոյուղատար համակարգի ցանցի քայքայվածության մասին, խնդիրը սուր է։ Պարոն քաղաքապետ, ձեզ պիտի ամբողջը ճշմարտությամբ ես ներկայացնեմ բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում, բազմաբնակարան շենքերի նկողներ լցվող կոյուղաջրերի վերաբերյալ շատ մեծացել է վթարների թիվը եւ ձեր հանձնարարականը եւս ընթացքի մեջ է 22 օբյեկտներից 15-ում արդեն պատրաստ են պայմանագրերը շինարարների հետ մենք քայլ առաջ ձեր հանձնարարությամբ արեցինք 25 թվականի հունվարից մինչ գումարը կհաստատվեր արդեն 22 օբյեկտ ներկայացրել ենք նախագծան նախաշահային փաստաթղթեր, այս պահին 15-ի կապալի պայմանագիրն է կնքված արդեն։ Գույքային բաժանման խնդիրը պետք է վերջնականապես լուծվի, քաղաքապետարանը լուծում է ոչ իր խնդիրը, Ավինյանը հունից դուրս եկավ։ Տեղափոխեն մեր դաշտ, մենք իմանանք, որ սա մեր անելիքն է։ Սկսենք պլանավորել այդպես, որովհետև անընդհատ լավ 2 տարի մենք 14-15 կիլոմետր գոյուղի վերականգնեցինք։ Ոնց ենք հիմնավորում, որ անում ենք դա։ Հիմա պետք է դա կառավարությանը նվեր տանք, չէ՞, նվիրատվություն ձևակերպենք, որովհետև մեր գույքը չի։ Ճիշտ եմ ասում։ Հիմա եկեք հասկանանք լավ ով են այդ մարդիկ, ով է այդ պատասխանատու օղակը, ասենք պատասխանատու օղակ, սա քո գործն է, գնա արա։
Որովհետև անընդհատ լավ 1 2 1 2 3 4 5 6 քաղաքապետան ես, քաղաքապետան են։ Վերջը ասելու ենք մենք չենք, Ժորժ ջան, այս մարդն է, այս չինովնիկն է։ Նստած է իրան տենց էշի տեղա դրել, ասում է քանի քաղաքապետանին մեղադրում են, դա էլի։ Մարաղը մտած հենց ինքը չի երևում։ Հետո լավ։ Մայրաքաղաքում շարունակվում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքները, վարչական շրջանների ղեկավարները իրականացված աշխատանքները հոլովակների տեսքով ներկայացրեցին։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։